Դուք եւ Ռաֆոն հաշտության եզրեր չեք գտնում։ Ձեզ վերևներից չեն զանգել։ Դուրս եկանք, տեսանք այդ ազգանմամբ ավտոնա կանգնած համարներով ու գիտեք ոնց ենք փախել։ Մերի ջան, գոհ եք ձեր ամուսնուց։ Հա, շատ։ Հատկապես ինչից։ Մերի չասես ամոթա չասես։ Փառք Աստծո, ինչ եմ ծնվել, որտեղ այս դեմքով նայեք ինձ էլի խնդրում եմ։ Կանաստոնի հետ կապված միանգամից շնորհավորում եմ, շնորհանդզան տոնը։ Մարտի 8-ին ստանում եմ, նվերներ չեմ տալիս։ Համ հունվարի 28-ին ասկի, համ էլ մարտի 8-ին։ Արդարությունը հաճախ այս կյանքում վաճառվում է։ Երջանիկ եք։ Չէ։ Ինչու։ Հակ եք հաղորդումը։ Պասպորտս տվեք ես գնամ։ Թիվ թվաբանության այսօրվա հյուրը Հայաստանի ժողովրդական արտիստ չէ, բայց ուզում է դառնալ։ Ինչու հիմա կպարզենք։ Անդրանիկ Հարությունյանն է մեր տաղավարում։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, շնորհակալություն Այդա ջան հրավերի համար։ Համոզված եմ, որ շատ գեղեցիկ ու ծիծաղաշարժ եթեր ենք ունենալու, որովհետև օպերատորը ներվերից վրա ազդում է, հետո կասեմ ու մասին է խոսքը, լավ այնուամենայնիվ, իսկ ինչ վերաբերում է ժողովրդականի հետ կապված, հիմա էլ չկան կոչումներ, եթե չգիտեմ տեղեկեք թե չէ, հիմա էլ չեն տալիս, բայց եթե ժամանակին տային, ժամանակին էլ արդեն ոնց որ ես էի ավելի երիտասարդ ու ժողովրդականի հա չէին կարող ասել, ժողովրդականը հիմնականում երևի տարբեր եթերներից իմ բերանից լսել եք, որ ինքը թաղում անվճար են անում, պետությունն է անում, դրա համար կուզեի, որ ժողովրդականը։ Այս հարցին մենք անպայման անդրադառնալու ենք, մանրամասն քննարկենք, ինչու է անվճար թաղումը ձեզ համար այդքան գրավիչ։ Դե տնեցիքի վրա չմնա էլի փողը։ Հա, կքննարկենք, Անդո ջան։ 963 հաճախականությամբ ռոբոտիկն է այստեղ։ Ահա, ինչ է ինքը անելու։ Արհեստական բանականությամբ է օժտված։ Գիտես, խոսում է ու մեզ հարցեր է տալու։ Այո, խոսում է։ Եվ այդ հարցերը ենթադրում են թվային պատասխաններ, մենք պիտի գուշակենք այդ պատասխանը։ Մաթեմատիկայից թույլ եմ մի քիչ, բայց թվայինով փորձեմ Հա, գուշակություն պիտի անենք, ոչինչ, կփորձենք։ Բայց ցավոտ չի, չէ, եթե սխալ պատասխանեմ։ Չէ, ճիպոտի 100 հարված բան։ Ինչ որ այն կողմից բան չի գալու, որ սխալ պատասխանեմ վրա շիշ բան տենց։ Հաշվի առնելով ձեր եւ մեր օպերատորի հարաբերությունները։ Ազգային ժողով Փաստորեն գալիս է։ Ուրեմն պետք է փորձեմ մաքսիմալ ճիշտ պատասխանեմ հարցերին, որովհետև եթե մի հատ գազար եկավ։ Ես մեծ դիտողներին ուղղակի ուզում եմ տեղյակ պահել, որ մեր օպերատորը, որը հենց նոր գազարով հարվածեց Անդոյի հայրն է։ Անդոյի հայրն է, մեր օպերատորը։ Շատ մոտիկ է, էլի տենց։ Այո, բարբերաբար խփում է տարբեր առարկաներով։ Պիտի խնդրեմ մի քիչ աճ պահեք, ձախ պահեք ավելի ճիշտ, ինձ չկպնի, հա։ Չէ, ես իր դեպքում աճ։ Եթե ձախապահում մի խոսքով պահեք այնպես, որ ինձ չկպնի, շնորհակալություն։ Բայց ափսոս էր, պիտի ուտեի, հեսա լավ կլվանք կուտես հետո։ Այսպես շատ ուրախ է, սկսվել, շնորհակալ եմ շատ։ Քանի տոկոս է մեծանում քաղաքական տեխնացուի ընտրվելու շանսը, եթե նա հայտնի դերասան է։ Հաշվի առնելով վերջին, այսինքն հեղափոխությունից հետո իրադարձությունները Հայկ Մարուսյանի, դա բավականին մեծ ցուցանիշներ գրանցեց, որպես քաղաքապետ եւ անցավ։ Աշխարհում էլ այդ միտումը կա եւ աշխարհում է կա, իմիջիայլոց ասեմ, չգիտեմ, չէ դերասան չի, ֆուտբոլիստ է, Վրաստանի քաղաքապետը, որին շատ սիրում են։ Թբիլիսի քաղաքապետի մասին է շատ համակրելի։ Հա, եւ ինչու՞ չէ նաեւ եթե չեմ սխալվում, իրանց վարչապետն էլ է ֆուտբոլիստ եղել ժամանակին։ Դե հեղափոխության ընթացքում մեծ էր, մեծանում էր։ Մենք աշխարհի մասշտաբներով ենք չափում։ Ահա, դավայ, աշխարհի մասշտաբներով ինձ թվում է։ Աշխարհի մասշտաբներում եւս թեկուզ Ուկրաինայի ներկա նախագահի օրինակն է, որ ռեկորդակիր է եղել ընտրությունների դրական ցուցանիշով։ Լավ, այս դեպքում հիմա, կոնկրետ հիմա է, չէ՞, այս հարցի պատասխանը հիմիկվա հարցումներ, այո։ Կարող եմ ցույց տալ։ Պտտենք 7%-ով ընդամենը։ Ես կարծում եմ, որ 40%-ով, հաշվի առնելով հենց Զելենսկիի կամ արդեն հիմա, նայեք, հիմա հարցը հետևյալն է, որ հենց հիմա Զելենսկին նորից առաջադրվի, համոզված չեն ընտրի։ Չէ, դուք օրինակ, որ առաջադրվեք։ Մաքսիմում 7% ինձ թվում է։ Հա, իսկ մտքեր ունեք։ Չէ, բացարձակ մտքեր չունեմ, որովհետև ես իմ մասնագիտությունն եմ շատ սիրում։ Իսկ իմ մասնագիտությունը պետք է լինի բեմի վրա, ոչ թե ժողովրդին անակնկալներ մատուցելով ինչ որ ասել չանել բան դա մի քիչ իմը չի եթե ես ինչ որ բան ասում եմ անում եմ ասեք կանենք Անդրանիկ Ավինյան
Չենք քաղաքականացնում Այո, եթերը, չենք բայց քաղաքականացնում։ ձեր էջն է փոքրինչ քաղաքականության թեման ավելի ակտիվ շոշափում վերջերս։ Դե դա ունի իր պատճառները, որովհետև պատճառներ քաղաքականությունը եւ 18+ վիզիոնները հիմնականում շատ լավ են Դիտվում, հասկացա, մարքեթինգային քայլ է։ Այո, իհարկե, բայց քանի որ 18+ միանշանակ չեմ անի Արգելափակում է Instagram-ը դրա համար։ Կարա չարգելափակի, բայց ես ինձ թույլ չեմ տա անեմ այդպեսի բան, որովհետև իմ էջը շատ երեխաներ են դիտում։ Դրա համար ավելի շատ մտածում եմ քաղաքական հումորներն, որը էլի ակտուալ է, չէ, վտանգավորել ժամանակին, հիմա այդքան չէ։ Ձեզ վերևներից չեն զանգել։ Բացարձակ։ Ժամանակին կարող է չլինեի ես միջև այսօր, բայց հիմա չեն զանգել։ Հիմա նայեք, քաղաքականացնում տպավորություն կլինի, որ հիմիկվա իշխանությունների հետ մոտիկ եմ, այո, կա մոտիկություն։ Երևի դրա համար բան չեմ, բայց չէ, իրականում այն ինչ որ անում եմ հիմա անեի անցյալում, կարծում եմ ես հիմա այստեղ նստած չէի լինի։ Որտեղ այսօր մի հատ թեթևիկ պատմություն հիշեցինք, TV-ում էի, մի հատ շատ փոքր պատմություն հիշեցինք, վախը այդ օրվանից վախս բռնվել է, էլի այդ թվերին։ Մի հատ ազգանուն կար, այդ ազգանվան հետ կապված TV-ում հումոր արեցինք, ասեմ 2005 թվականի մասին է խոսքը, ու դուրս եկանք, տեսանք այդ ազգանմամբ իրա մեքենաների շարասյան ավտոնա կանգնած համարներով ու գիտեք ոնց ենք փախել։ Բայց պարզվեց այդտեղի ինչ որ մի հատ մեկի ավտոն է։ Լսենք ճիշտ պատասխանը։ Հա, ոյ այնտեղ 7% դուք ասել եք 40% էի ասել։ Բայց լավ, հիմիկվա սոց հարցումներով համոզված եմ որ Տեսնենք ինչ է ասում AI-ը։ Հայտնի տեխնացուները ունեն մոտ 20-ից 30% ավելի բարձր ճանաչելիություն ընտրողների շրջանում, ինչը մեծացնում է հաղթելու շանսերը։ Քանի որ ռոբոտիկը մեզ հստակ պատասխան չտվեց, տվեց 20-ից 30 միջակայք, մեկական միավոր մեր հաշիվներին գրանցենք եւ մեկ-մեկ հաշվով շարունակենք զրուցել։ Իսկ քաղաքականությունը ինչով է նման դերասանությանը։ Պետք է շատ հրաշալի դերասան լինես, որ կարողանաս համոզել։ Ինձ թվում է նմանություն կա, բայց իմ պարագայում ես քանի որ երբևիցե չեմ մտածել, որ քաղաքական դաշտ մտնեմ, ավելի նախընտրում եմ բեմից, այսպես ասեմ, թատրոնում ներկայացումների ընթացքում բեմից խաբել հանդիսատեսին, այսինքն խաբել ասելով ուրախացնել, դու տխուր ես, բարձրանում ես բեմ, փոխվում է էներգետիկատ ու դառնում ես այդ դերակատարը, այդ դերակատարը կարող է ամեն ինչ անել, կարելի է ամեն ինչ անել իրան, բայց որպես քաղաքական դաշտում ես այդպեսին չեմ պատկերացնում ինձ։ Մեկ-մեկ հաշվով շարունակում ենք եւ լսում ենք երկրորդ հարցը։ Քանի աշխարհահռչակ տղամարդ է ծնվել մարտի 8-ին։ Աշխարհահռչակ բառը չենք մոռանում։ Այո, դրա համար ես գրել եմ 8։ 8 եւ 5 իմ կարծիքով, հա, 8-ով ձեզ հաշվեցիք այս թվում։ Ահա իհարկե, այսինքն 7 ես աշխարհահռչակ չէ, բայց ամեն դեպքում ես ինձ հաշվեցի, այո, մարտի 8։ Հա, լավ, եկեք լսենք ճիշտ պատասխանը, տեսնենք քանի աշխարհահռչակ մարդ է ծնվել։ Մարտի 8-ին ծնված համաշխարհային ճանաչում ունեցող տղամարդկանց թիվը մեծ չէ, 1/10, ամենահայտնին Յուրի Գագարինն է։ Լուրջ եք ասում Գագարինն էլ է մարտի 8-ին ծնվել։ Փաստոր է։ Հիմա ես եմ ավելի մոտ փաստորեն, ես հաղթեցի։ Ինչ է ձեզ սովորեցրել կանանց իրավունքների միջազգային տոնի օրը ծնվելը։ Ես մտածում եի անգամ երևի ապրիլի 7-ին էլ է ծնունդս։ Ինչքան կանանց տոն կա, կանանց հետ կապված։ Մի ամիս ձեր ծնունդ։ Կանանց կանանց հետ ինչքան կապված բան կա։ Կանանց հետ էիք ձեզ ասոցացնում։ Հա, ես ասոցացնում էի տենց, փառք Աստծո կին չեմ ծնվել, որտեղ ես դեմքով կին լինեի։ Մի հատ նայեք ինձ, էլի խնդրում եմ։ Դե բայց հիմա որ օրինակ կեղծամներ եք կրում, ավել եմ գեշանում։ Հա, ահա որա։ լավ, համաձայն եմ։ Ահա որա, պատկերացնում եք առանց դոշ կեղծամով էս ինչ է։ Ու սենց աղջիկների գիտեմ, ես ցավոք սրտի։ Դե լավ, չենք թիրախավորում։ Լավ, սիրում եմ բոլոր աղջիկներին, բոլորին։ Դուք բոլորը, այսպես ասեմ, շատ հայտնի գրողներից մեկն է ասել, չեմ հիշում ով, ասել է չկա տգեղ կին, կա կարճատես տղամարդ։ Այնպես որ բոլոր կանայք սիրում են։ Ստորագրում ենք այս տողի տակ, չգիտեմ ով է ասել, բայց լավ է ասել։ Ինչ հումորներ են անում ձեր ծննդյան օրը, երբ օրինակ ձեր ընկերները կամ մտերիմները գալիս են շնորհավորելու։ Մարտի 8-ին։ Դե բնականաբար կանաստոնի հետ կապված միանգամից շնորհավորում են շնորհանդզան տոնդ, կամ որ չգիտեմ, հիմնականում այդ հիմար հումորներ է, էլի, պատկերացրեցիք։ Արդեն հոգնեցրել է, չէ՞ երևի ձեզ։ Իսկ գիտեք ինչն է հոգնեցրել, ով որ առաջի հաղորդումը անում, երկու բան կա որ հոգնեցնում ինձ ենթադրենք դուք բացվել եք առաջի հաղորդումը ձեր ինձ հետ կանչում
Ինձ է կանչում հյուր։ Այսօր այդ տեքստը որտեվ հեշտանում է, էլի, նայ, այսօր առաջի հաղորդման առաջի հյուրն է Անդրանիկ Հարությունյանը։ Անդրանիկ հաղորդման, Անդրանիկ հյուրն է, Անդրանիկ Հա, Պրիմիտիվ բան, ու նույնը մարտի 8-ի հետ կապված, որ շնորհավորում են Անջան կանանց տոնից շնորհավոր ախպերս, բան սենց մոտարապես է սա, հեն։ իսկ ավելի շատ նվերներ տալիս եք, թե ստանում եք։ Մարտի 8-ին ստանում եմ, նվերներ չեմ տալիս, բացարձակ նվեր չեմ Այդ օրվա տորթը կիսում եք։ Չէ, մարտի 8-ը իմ համար փրկություն է, այ ապրիլի 7-ին արդեն տալիս եմ, կնոջս, մորս, աղջկաս, ընկերուհիներիս։ Մի րոպե, համ փետրվարի 23-ին եք ստանում, համ հունվարի 28-ին նասկի, համ էլ մարտի 8-ին։ Բոլոր ժամանակներում ստանում եմ ոչ թե նասկի, այլ թրաշի փրփուր։ Հա, ձերը թրաշի Թրաշի փրփուրն է։ փրփուրը, հա, որտեղ դե նասկի ունեմ։ Հիմնականում նասկի ունեմ, ճիշտ է բոլորը ցակ, բայց ունեմ, բայց թրաշի փրփուր եմ ստանում։ Չեք հոգնել, բայց Չէ, իհարկե չէ, ինքը միշտ պետք է, որովհետև իմ վրա շատ կա թրաշելու բան, գլուխս եւ թրաշս, նայ, օրինակ տղաներին է մենակ թրաշն է, իսկ իմը գլուխ, բան տենց, ընդհանուր շատ է պետք գալի, այո։ իմացանք ուրեմն ձերը թրաշի փրփուրն է։ Հաշիվը 2-1 է։ 2-1, այո։ Դուք Ես տեսաք հաղթում եմ, բայց ամեն դեպքում ես առիթով- այնպես պետք է անեմ, որ վերջում դուք հաղթեք, Չէ, որովհետև եկեք ես կնա արդար մեծանեմ։ Դուք պարտվեք, որ ես ձեզ փորձության Դե ենթարկեմ։ այդ եմ, հա, տենց բան կա։ Հա, լավ, օքեյ, շո։ Այս մեկին պարտվեք, էլի, Okay, որովհետեւ լավ, փորձենք, հա, մի քանի հարցեր էլ կան։ 3 հարց դեռ ունենք, որ պարտվեք, ոնց է սցենարը պրավալ Իսկ եթե լավ, իսկ եթե դուք պարտվեք, ես եմ ինչ որ բան ասելու Եթե ձեր մտքով կանցնի շատ կրեատիվ մի բան, կարողա փորձենք։ Փորձենք, Լավ, ապրում։ դե լսում ենք 3-րդ հարցը։ Կանանց քանի տոկոսն է անում ամուսնական առաջարկություն։ Քանի տոկոսն է անում ամուսնությունը։ Ես մեկին գիտեմ, Ձեր կինը։ այո, բայց ինձ է արել, ուրիշ ինչ է։ Հա։ Հա, ինձ թվացել էր ուրիշին է արել։ Չէ, ինձ է արել, որովհետև եթե չլիներ կինես, ես համոզված եմ, Ես որ չէի ամուսնացողը ամուսնանա։ չէի։ Իրական անկեղծ լուրջ, ինքը համոզեց ինձ։ Ու ընկակերա, ու լավ է, փառք Աստծո, լավ է։ Ոնց է արել, ծնկաչոք չի արել։ Չէ, դե բնականաբար այդ տեսակ չէ, այտենց ռոմանտիկ չէ, որ sense գնանք ինչ որտեղ sense ինչ որ Դուք sense պատրաստված սիրուն շորիկով, գելակը թարմացրած, որ մատանին դնի։ Շրտ ներքով թարթիչներս դրված, բան չէ, այդպես չի եղել։ Հա, բա ոնց է Պարզապես ինքը ինձ ասեց, մենք պետք է ամուսնանանք եւ վերջ։ Ու ես հասկացա, որ եթե չամուսնանանք, վատ կլինի, ինչ որ ում եք ինչ ցույց տալու, չհասկացա, Մեր բայց աղջիկներին ցույց եմ տալիս, որ օրինակ վերցնեն։ Հա, իրականում օրինակ վերցրեք, օրինակ վերցրեք։ Քանի տարի եք շփվել, որ վերջի վերջը եկել ասել պետք է ամուսնանալ։ 2009 թվականից շփվել ենք, 2011 թվականին ամուսնացել ենք։ Հեշտ համոզվեցիք, բայց Դե պրինցիպի հա ասեմ ինչի, որովհետև հասկացա, որ երկար չի կարելի շփվել մի մարդու հետ, ում չես սիրում։ Ու հետո հասկացա։ Մերի ջան, անկապ բաներ էլի։ ամեն անգամ թողարկումներից հետո ես զարմանում եմ, Դուք ոնց եք ոնց եք դուք ապրում ընդունում այս եւ մարդու շարունակում ապրել այս մարդու հետ։ Հիմա պետքա գրենք ձեր կինը 1 Դա մեկին հա, պարտադիր։ Ինձ թվում է հարցը աշխարհի մակարդակով է, չէ՞։ Հա, բայց ամեն դեպքում ավելի քիչ է, չէ՞։ Բայց ինձ թվում է հիմա շատ են։ Հա։ Հա, ինձ թվում է հիմա շատ, ժամանակին կարող է քիչ լիներ, բայց հիմա ինձ թվում է շատ են։ Եկեք ես իմ թիվը գրեմ։ Ես ամեն դեպքում դեռ չեմ տեսել, որ կինը ամուսնության առաջարկություն անի։ Մենք գրել ենք նույն Ոյ, թիվը։ լուրջ եք ասում։ Կանանց միայն 5%-ն է ամուսնության առաջարկություն անում աշխարհում։ 0 Ասում եմ, չէ, որ քիչ են։ Մեկ 3 էլի, հա։ 2 է դառնում հաշիվը։ Օգուտ Հոգուտ բայց քանի որ մենք խաղում ենք իմ կանոններով, մենք ձեզ փորձության պիտի ենթարկենք։ Բայց հիմա էլ չկա հարց։ Կա հարց։ Դե բա եկեք հարցենք, աղում էլի եմ շատ Ոչ։ բան։ Ես ուզում եմ հիմա եւ այս պահին։ Դե ասեք լավ։ Դուք պետք է հիմա Բայց եթե հաղթող եմ ճանաչվել, երեխեք, ինչի մասին է խոսքը, ասում այս բան եք անում, պասպորտս տվեք ես գնամ, Լավ, պետք է փոքր դրվակ խաղաք, շատ բարդ բան չեմ ուզում Լավ, ձեզնից։ ասեք տեսնեմ։ Հիմա հայկական ողբերգական դրամա պիեսներից մեկի հատված եմ ձեզ տալու։ Դուք պետք է դա խաղաք։ Չեմ հավատում, որ հիմա բերել եք լրվեք վրես։ Փորձենք։ Դե փորձեք, որ արդեն փորձում եք։
Արդարությունը այս աշխարհում հաճախ վաճառվում է։ Մի վարքան մտածք։ Այս պահին դուք տեսնում եք, թե ինչպես է Անդրանիկ Հարությունյանը Բայց անգիր ես անգիր եմ սովորում, հա։ Հա, դպրոցում լավ եք սովորել անգիրները։ Ոչ։ Ոչ մի առարկա լավ չեք սովորել։ Ես ավելին ասեմ, իմ մոնոներկայացման ժամանակ կանչեցի դասղեկից, ինքը եկավ վերջում զարմացավ, ասաց իր անունն ազգանունը չէր կարող գրել, այսքան բան անգիր արեց։ Խայտարակալեց բոլորի մոտ ինձ, իմ դասղեկը։ Արդարությունը այս աշխարհում հաճախ վաճառվում է։ Բայց մարդ կա, որ իր արժանապատվությունը չի վաճառում ոչ մի գնով։ Արդարությունը հաճախ Աշխարհում հաճախ արդարություն կարող եք մի քիչ փոխել Արժանապատվությունը հետո է, սա խանգարում է, երեխեք, մեկ գոնե օգտեք խանգարում։ Արդարությունը այս աշխարհում հաճախ վաճառվում է։ Իսկ Բայց կա մարդ, որ իր արժանապատվությունը չի վաճառում ոչ մի գնով։ Արդարությունը շատ հաճախ երեխեք դե նստած չեմ կարող ախել դե արդարությունը հաճախ այս կյանքում վաճառվում է։ Իսկ կան արժանապատիվ մարդիկ, ովքեր որ ոչ մի գնով չեն վաճառում իրենց արժանապատվությունը։ Լավ, համարենք, որ ստացվեց, հա։ Այն ժողովրդականի կոչումը Չէ, դե անիմաստ է, մեկը հիմա էլ չկար։ Անիմաստ ինչ։ Եկեք համարենք իբրը տենց է, հա, որ մեռնեմ, խնդրում եմ, եկեք գրեք կառավարության ազգային ժողովին բանի, որ հետմահու ձեզ կշնորհեն։ Չէ, հետմահու թաղումս ձրի անեն, տանեցքի վրա չմնա, էլի։ Այդքան բան, ուրիշ ոչ մի պահանջ չունեք այս պետությունից։ Մենակ թաղումը անվճար անեն, հասկացա։ Էդ է իմ առաքելությունը այս աշխարհ գալու հետ։ Լսենք հաջորդ հարցը։ Գնացինք։ Սոցիալական հարթակներում գրվող մեկնաբանությունների քանի տոկոսն է բացասական։ Եթե իմ հետ կապված է, ինձ միանշանակ կարող եմ ասել, իմ էջի ակտիվությունը հաշվի առնելով, բան, ինձ թվում է 3-ից 5% են վատ բաներ գրում, հա, ընդամենը քիչ են։ Դուք ջնջում եք դրանք։ Եթե հայոյանքա ջնջում եմ, որովհետև էլի եմ կրկնում, երեխաներ էլ կան իմ էջում, նայողներ, եթե հայոյանքա ջնջում եմ, եթե հայոյանք չի, անգամ ժամանակ բանը պատասխանում եմ հումորով, հասկանում են, չեն հասկանում, դա արդեն իրենց խնդիրն է, բայց միանշանակ հայոյանքները ջնջում եմ։ Իսկ ինչ վերաբերվում է աշխարհում, հա, երբ ես կարող եմ գրել աշխարհում, քանի տոկոս կարող են։ Պատտենք։ Ինձ մոտ ավելի մեծ թիվ է, 40%։ Ինձ մոտ 30։ 30 Անդոյի կարծիքով, բայց ավելի շուտ է։ Չէ, ինձ մոտ 30 է։ Դե ատելությունը Հայաստանում է հիմա շատ, բայց աշխարհում շատ այդքան շատ չէ։ Ձեզ գրված ամենատարօրինակ մեկնաբանությունը կամ նամակը կհիշեք։ Նամակը։ Չեմ հիշի։ Սիրո խոստովանություն։ Հա, այդպես շատ են, բայց հա, անկեղծ է, այս վերջերս մի հատ անանուն էջից հա գրում են Անդրանիկ ջան, բարև ձեզ, ոնց եք, Անդո ջան, ոնց եք։ Սկզբում Անդրանիկ, հետո Անդո ջան, կյանքս, սիրտս, սերս, բանսից ինչ որ գրում է, ես չեմ պատասխանում, գրում եմ ով է, ընդամենը ով է։ Ես քեզ շատ եմ սիրում, սկզբում ես ձեզ, հետո ես քեզ, ես բան sense ու հասկացա, որ պետքա ջնջել այդ էջը, որովհետև կարող է ընկնի կնոջս ականջի եւ դառնա պատմություն։ Չնայած չեմ ճանաչում անանուն ինչ որ Իսկ եղել է որ fake edge-ով Չէ։ Չրետևորդի հետ։ Չէ։ Մերի ինչ ենք ասի ասել։ Իրականում եղել է, բայց միջև մերին։ Բայց ու այն ժամանակ շատ ավելի ակտուալ էր Facebook-ը եւ Одноклассники։ Իմիջիալից Одноклассникով է մերի հետ ծանոթացել, այդ պատմությունն է երևի կիմանաք։ Այո, գիտեմ, որ կանչել եք նկարահանման։ Կանչել եմ Կարքին հաղորդման նկարահանման եւ այդ օրվանից ընկա լավ դրության մեջ։ Իդեպ Կարքին հաղորդումից խոսեցիք, մի հարց տամ, բայց չբարկանաք, թողնեք գնաք։ Հələ։ Հայկոն եւ Մկրտիչ Արզումանյանը հաշտվեցին։ Դուք եւ Ռաֆոն հաշտության եզրեր չեք գտնում։ Ես եւ Ռաֆոն ճիշտ ասած չէի ուզի այս հարցին անդրադառնալ, բայց ամեն դեպքում այնպես չի որ կրված ենք, որ տեսնում ենք բարև բայլուս ոնց է, ինչ կա բան։ Պարզապես գործ չենք անում միասին, ընդհանրապես այդքան բան։ Կրված չենք։ Լսենք ճիշտ պատասխանը։ Սոցիալական մեդիայում գրվող մեկնաբանությունների 40%-ը բացասական տոնայնություն ունեն։ 3-3։ Ես հավասարեցնում եմ հաշիվը։ Դուք շատ շտապեցիք ուրախանալիս։ Չէ, բայց հեսա էլի հարցեր կան, չէ, եթե չեմ սխալվում, մի երկու հարց էլ։ Եվս մեկ հարց։ Եվս մեկ հարց, հա, Հիշեոշի հարցն է, էլի ոնց որ։ Այո, եւ այն կլինի վճռորոշ մեզ համար։ Ինչ փորձության ձեզ ենթարկեմ բա։ Երկել, ասմունքել, ապարել, ինչ նախընտրություններ ունեք։ Ես անգիր, քանի որ ոչինչ չգիտեմ,
ներկայացումներից կարամ ինչ-որ հատվածներ, բայց այն ներկայացումներն է, որ իր մեջ խաղում եմ, դա այնպես չի, որ տենց գեղեցիկ նախադասություններ են, որը կարող են հենց հիմա հնչել, հետո ներկայացման բանը չբացահայտելու համար չեմ անի դա։ Երգել կարող եմ, գիտեք ինչ անեմ, այն երգը, որ դեռ չեմ ձայնագրել։ Այդ կարանք երգենք հիմա։ Եկեք։ Մերի ջան կինս է զանգել էլի մի հատ։ Մերի ջան, բարև ձեզ, ի՞նչ է պատահել։ Հարցազրույց եք անում։ Այո։ Լավ դե։ Մերի ջան, գոհեք ձեր ամուսնուց։ Հա, շատ։ Հատկապես ինչից։ Հատկապես Մերի չասես, ամոթա չասես։ իրա վերաբերունքից։ Այս գիտեմ ուրիշ բան էի ասելու խայտարակ կլինի։ Այս թողարկումը որ նայեք, հուսով եմ կշարունակեք այդպես մտածել։ Այո, շնորհակալություն։ Մերի ջան, խնդրեմ, Մերի ջան։ Հաջողություն։ Լավ, դուք էլ նիենք։ Լավ։ Այդ ֆիզիկայի օրենքներին դեմ է Հա, ձեր բա հենց կինս զանգում է իմ մոտ մինի ինսուլտ է։ Այսպես բաներ առաջանում, սկսում է դողալ բան։ Լավ, կա երգ արդեն։ Կա երգ, այո։ Մի հատ ես ուզում եմ պրոստի հիշեմ բանը։ Չէ, հա, այս երգն է։ Մի հատ կտակ որ խնդրեմ։ Հա։ Մի վարքան։ Ահա։ Հիշեցի։ Ահա։ Չամուսնացար ժամանակին, խառնաշփոթ քո կյանքում, ճոճվում ես պապուտ դիվանին, ամուսնանալ ես ուզում, թերթում ես դու ստորիները, լիքը պռոշ ու դոշեր, չէ՞։ Դողում է կարծես ձեռքերդ, նամանավան ձախ ձեռքդ, ամուսնացիր մի խոսքով երեխեք ես երգը չգիտեմ ինչքան է 18 պլյուս, բայց շատ խնդալու է։ Շատ խնդալու երգ է իրականում։ Այսինքն ռուսերեն կրթություն ունեմ, իսպորտչմինիսին է, էլի ես, ու վերջում ասում ամուսնացիր ժամանակին, մեզնից լավ տղա չլնես։ Այսինքն այն տղեկ ովքեր չեն ամուսնացել, խնդրում եմ ամուսնացեք, ժողովուրդ, դուք է պետք է պատժվեք։ Ինչի՞ է ձեզ թվում, որ մենակ այդ պատիժը մենք պետք է կրենք։ Բոլորիդ է վերաբերվում, լիքը ընկերներ ունեմ կստացի, անգամ մանկության ընկերներ ունեմ, ովքեր չեն ամուսնացել ու ամբողջ օրը շենքի տակ են։ Ամուսնացեք, բրատ։ Կամուսնանաք կբարձրանաք տուն։ Համը որ ամուսնանում եք, բարձրանում եք տուն։ Լսում ենք վերջին հարցը, որը վճռորոշ է լինելու այսօր։ Քանի ժողովրդական արտիստ կա Հայաստանում։ Գրեմ քանի հոգի, թե։ Այո, քանի հոգի։ Օրա չէ, էսի քիչ ալում երկեն։ Օրա չեմ ֆիքսը երեխեք, բայց։ Դե մոտավորապես, հա։ Դե լավ, դե մոտավորապես։ Պատտեցինք 20 ընդամենը։ Ես կարծում եմ, որ ավելի շատ, օրինակ 50։ Չէ, ես հիմի Դուք ողջերին եք ես ողջերին եմ հաշվում։ Իսկ ես ոչ։ Լսենք Դե մենք պատասխանը։ լսենք պատասխանը։ Ըստ մի քանի աղբյուրի 60-ից 70 ժողովրդական արտիստ կա Հայաստանում։ Սումա իրանք անցյալ, ասենք ԽՍՀՄ ժողովրդական արտիստներից սկսած մինչև այսօր են հաշվում։ Եթե այդպես, հա, ես ճիշտ կգրեի։ Ձեր մասին ամենատարօրինակ լեգենդը, որ լսել եք։ Մշտապես հարցնող ու տանջող բոլորին հարցը հետեւյալն է, որ ինչի՞ չես վիրահատում քիթ հետ։ Հա, Էլուր մեծացնեմ։ Որտեւ ես հիմնականում որ վիրահատում եմ, մեծացնում եմ, էլուր մեծացնեմ, էլ տեղ չկա։ Մասնագիտական երազանք, որին չեք հասել։ Դա հա, մասնագիտական երազանք, որին չեմ հասել։ Դա ամեն օր կա սովորելու բան է, ախր։ Չէ, մի բան, որ հստակ պատկերացրել եք, որ կուզեիք, բայց չի եղել դա։ Չէ։ Չկա տես։ Երջանիկ եք։ Չէ։ Ինչու։ Նա երջանիկ եմ հարցը ախր տարբեր։ Գլոբալ երջանիկ եք զգում ձեզ Գլոբալ ոչ։ Ինչու։ Դրա մասին մի հատ ուրիշ ավելի հաղորդում կանենք, գամ մի քիչ կխոսենք։ Հատուկ առանձին ավելի խորը փիլիսոփայական։ Հա, շատ ծանր է իրականում, բայց ամեն դեպքում եկեք ասենք երջանիկ եմ։ Մենք մաղթում ենք, որ փոխվի ինչ-որ բան եւ այդ հաղորդումը նկարելու կարիք չլինի, որտեվ իսկապես երջանիկ զգաք ձեզ։ Աստված, ես իրականում շատ կուզեմ։ Այ իմ երազանքներից մեկը նա է, որ հիմա դրա մասին չեմ խոսում երբեք։ Երբեք չեմ խոսացել ու հուսով եմ չեմ խոսա։ Այ դրա համար մի փոքր կարողա երջանիկ չեմ, հենց դա է պատճառը։
Լավ, Լավ, չխորհանանք, ինտրիգան sense ինտրիգ տվեցիք պայես, մեզ, ինտրիգ պայես, բայց լավ, ստոպ։ ուրեմն կհանդիպենք մեկ այլ առիթով, բայց հուսամ որ առիթը իսկապես չի լինի եւ շատ երջանիկ կզգաք ձեզ։ Շնորհակալ եմ շատ զրույցի Ձեզ համար։ մեզ այդ ջան ապրեք, Ես հաղթեցի ձեզ։ շատ հաճելի ու սիրուն հաղորդում ստացվեց, ապրեք բոլորը, շնորհակալություն կազմին։ Էսի որ գցում կջարդվի, այս որ գցում կջարդվի։ Խնդրում եմ, մեր վերջ, հակեք հաղորդումը։ Այս դու երկեր է։ Արգու թոքի գրիժա ունի, չէ՞։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։